Այն օրը զելանդական գառնուկ էինք նկարել, ասում էիք մեր հայկական գառներին ինչա եղել։ Ոչ մի բան էլ չի եղել, էսա ստեղա։ Եթե խոզը պետքա լինի Իջևանից, Դիլիջանից, գառը պետքա լինի Սիսյանից։ Այսինքն կերած խմած գառնուկներով ենք պատրաստում մեր գառան խաշլամաները, գառան դամածոն, մենակ բանը անուշնավոր պատրաստում ենք զելանդական գառան մսով։ Մասնատելուց եւ մշակելուց հետո գառան բդերն ու թևերը գնում են 7 ժամ էպվելու գինու գոլորշու վրա, որպեսզի պատրաստենք գառան դամածո, մնացած մասերով էլ պատրաստելու ենք գառան խաշլամա։ Դե ինչ, գառան դամածոն արդեն պատրաստ է։ Գնա ջեռոց, գառան դամածոն կարաք պատրաստեք նաեւ ոչ միայն գոլորշու վրա, կարաք պատրաստեք հենց դմակի մեջ թույլ կրակով կարաք տապակեք մի քանի ժամ եւ ստանաք նույն էֆեկտը, ինչ որ ստացել ենք մենք։ Գառան դամածոն